Երևանն ընդունել է Բաքվի առաջարկները խաղաղության համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց։ Իսկ չհամաձայնեցված հատվածը, հիշենք, միջազգային հայցերի հետ կանչի եւ եվրադիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելու վերաբերյալ էր։ Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Հաջորդիվ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր սահմանադրության մեջ։ Մինչև այս Հայաստանի արտգործնախարարն էր հայտարարել, որ ադրբեջանական կողմի հետ մեջբերում քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են օրինակ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը, եւ եթե համաձայնեցվի ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես եւ մնացած բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման, մեջբերման վերջ։ Մի կողմից վերջնագրերն են առաջ մղում, ընդունել տալիս, մյուս կողմից չեն թույլատրում ագրեսիվ խոսքը։ Մասնագետը չի զարմանում։ Մենք պետք է հասկանանք, որ նպատակները ավելի կարևոր են, քան փաստաթղթերը։ Այսինքն Ադրբեջանի նպատակները մենք պետք է շատ լավ հասկանանք եւ այդ նպատակների դեմ աշխատենք։ Այսինքն Ադրբեջանի նպատակը առնվազն փոկել Հայաստանի Սյունիքը, իսկ եթե մաքսիմալը նայենք, ստեղծել արևմտյան Ադրբեջան։ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, Հայաստանի արտգործնախարարությունը հաստատեց։ Հայաստանի արտգործնախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի արտգործնախարարությանն առաջարկել է այս մասին համատեղ հայտարարել, սակայն պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Այսպիսով, խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Բաքուն լռում է, ոչ տեղն է ասում, ոչ էլ ժամը։ Փոխարենը Ալիևը շարունակում է պահանջել, մեղադրել եվրոպական դիտորդական առաքելությանը մինչև Բայրամովի խոսելը մեղադրեց հետախուզության լրտեսության համար։ Անգզեն միջնորդները, որոնք ընդամենը պարեկություն են անում հայ-ադրբեջանական սահմանին, նրա աչքի փուշն են։ Զարկ է տալիս երևակայությանը, պատկերացնում, թե նրանք իրենց կողմն անցնելու հնարավորություն են փնտրում։ Նրանք գիշեր-ցերեկ կանգնած են մեր սահմաններին ինչպես լրտեսները, հարմար անցքեր են փնտրում մեզ մոտ անցնելու համար։ Սպառնալիքն ու ռազմական ռետորիկան բերանին Ալիևը շարունակում է ամեն օր մեղադրել, թե Երևանն իբր սպառազինվում է։ Հայաստան մատակարարվող ավերիչ զենքերը ուղղված են մեր դեմ, գուցե դրանք այսօր այլ տեղ են պետք, բայց այդ զենքերը ուղարկվում են Հայաստան։ Երևանն ասում է, մարտունակ բանակ ունենալը երկրի ինքնիշխան իրավունքն է։ Արտգործնախարար Միրզոյանը նախորդին հնդկական մեդիային ասաց, Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ։ Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողություններն արդիականացնելն է, բայց մեկ է, Բաքուն չի հանդարտվում։ Մասնագետները հույսել չունեն, թե կհանդարտվի։ Պոկում է առանց զենքի, ինչ կարողանում է, ասում են։ Հետո կանցնի Զանգեզուր կոչվածին, Սյունիքին։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։